Եզդիական հարսանիքը շատ արմատներով է կապված ազգի, հավատքի, ընտանիքի, մեծերիքի ու համայնքի հետ։ Ավանդույթները խորը խորհրդանշական են եւ պահպանվել են դարերով։ Առաջին նախ ամուսնական փուլը, խոսք եւ նշանադրություն։ Բնականաբար երկու ընտանիքների մեծերը որոշում են ամուսնությունը։ Տղա կողմն է գնում աղջկա տուն խոսք ասելու։ Աղջկան տրվում է նշանադրության նվերներ, հագուստ, ոսկի։ Աղջկա տանը արարողությունն է հաջորդը։ Հարսանիքի նախնական մասն անցկացվում է աղջկա տանը։ Ասի գոտքին կապում են կարմիր ժապավեն, որը ուժի, մաքրության ու առատության խորհրդանիշ է։ Կապում է սովորաբար եղբայրը կամ տղամարդ ազգականը։ Եզդիական հարսանիքներում եկեղեցի չեն մտնում, քանի որ եզդի համայնքը քրիստոնեական պսակ չունի, սակայն շատ ընտանիքներ կարող են խորհրդով այցելել եկեղեցի միայն լուսանկարվելու կամ մոմ վարելու համար։ Տղաները ծառ են թափ տալիս, դա խորհրդանշում է ծնելիություն, բերկարատություն, նոր կյանքի սկիզբ, տան բարիք ու ապահովություն։ Ծառը որպես կյանքի աղբյուր շարժվում է, եւ դա համարվում է նոր ընտանիքի աշխուժացման ու բարգավաճման նշան։ Հարսանեկան խնջույքները սկսվում են շրջան պարերով, քոչարներով, ավանդական երգերով։ Եզդիական պարերը շատ կարևոր են, գրեթե ամբողջ հարսանիքը պարային է։ Ամենատարեց կամ ամենապատիվ մարդը բացում է պարերը։ Նրանց նստեցնում են բարձր տեղում, որպես օրվա կենտրոն։ Նրանց առաջարկում են առաջին բաժակ ջուրը, հացը, մրգերը, իսկ ամենահետաքրքիրը ինձ համար հարսի փունջն էր։ Ավանդույթում ընտանիք ստեղծելու որոշումը հաճախ գալիս է տղայի ընտանիքից, ոչ թե աղջկա։ Եթե տղան բռնի, դա նշանակում է այս տղան առաջին հերթին է մոտ հարսանիքի, այսինքն հաջորդը փեսան է, ոչ թե հարսը։ Եվ վերջում էլ իրենց հարսանիքը վերջանում է երգով ու պարով։ Իսկ եթե կան բաներ, որ ես չեմ ավելացրել կամ տեղյակ չեմ, գրեք մեկնաբանություններում, որպեսզի իմանամ։